Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում Winter Cup մրցաշարի խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն այսօր միմյանց դեմ վերջին խաղային օրը առաջինը խաղադաշտ են դուրս եկել մրցելու համար Մարսելը եւ Վերդերը առաջնության հնաբնակներից երկու թիմեր, որոնք անկասկած այսօր պայքարելու են առաջին հերթին իրենց հերթական 3 միավորին արժանանալու համար ու տեսնենք արդեն թիմերից որը մեկին բախտը առաջինը կուղեկցի այսօր Ադարյանն է հիմա գնդակով ծանոթացնեմ թիմերի հայտացուցակները սկսենք Մարսելից դարպասը պաշտպանում է Անդրանիկ Հայրոյանը համար 1 Կարեն Վարդանյան համար 6 Համբարձում Մանուկյան համար 9 այստեղ պատխաղարկում են կատարում Վերդերի ֆուտբոլիստները այս գրոյից հետո շարունակեմ ծանոթացնել Մարսելի կազմը Ադարյանն է գնդակով լավ է նկատել այստեղ Երզումյանի բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ կատարեց շարունակվում է Վերդերի գրոհը բայց այստեղ արդեն սխալվեցին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եզիս քննեցի Մարսելը շարունակեմ ծանոթացնել Մարսելի հայտացուցակը հիմա Հաղթազարյանը կարողացավ խլում կատարել ուղարկեց գնդակը դեպի Ադարյանը դեպի իրենից ավելի ձախել Ադարյանն ուղարկեց Մուրադյանն այստեղ պայքարում գնդակի համար հաջող խլում ստացվեց Մուրադյանից դեպի Երզումյանը վտանգավոր է բայց այս գրոհը գոլով եզրափակել Վերդերի մոտ չստացվեց նորից գնդակով Խաչատուր Երզումյանն է հիմա արդեն չստացվեց Երզումյանի մոտ Պողոսյանն է հիմա այլ հաջող խլում կարողանում կատարել ու գնդակը պահել Վերդերի համար խաղադաշտում Եվս մեկ փոխանցում ու փակվեց այստեղ գնդակի ճանապարհը եզրային նետում կտեսնենք շարունակեմ ներկայացնել Մարսելի հայտացուցակը Համբարձում Մանուկյան համար 9 Մոզանյան համար 10 Գևորգ Հայրոյան համար 11 ով նաև թիմի ավակն է Սարգիս Սարգսյան համար 14 Հարութ Գրիգորյան համար 16 Նարեկ Իսկանդարյան համար 17 Դավիթ Ջուլակյան համար 22 եւ Արա Հակոբյան համար 88 Հիմա Տուգանային է նշանակել մրցավարը Մարսելի դարպասի ուղղությամբ Վերդեր դարպասը պաշտպանում է Իգոր Հովսեփյանը համար 99 Վոլոդիա Մարկարյանը 5 Երիկ Էլոյան 7 Տիգրան Հաղթազարյան 8 Հայկ Մուրադյան 10 Մայիս Մելքոնյան 11 ով նաև թիմի ավակն է Հակոբ Ամիրյան համար 17 Հաղթազարյանն է ստանում գնդակը գուցե փորձի այսպիսի տարածությունից բայց այս անգամ որոշեց փոխանցում կատարել այս գրոհին տեսնենք Մուրադյանն է ստանում գնդակը կարող է հարվածել այդպես էլ արեց այս դեպքում փոխանցում կատարեց բայց Էլոյանի հարվածից հետո այստեղ հորիզոնական դարպասաձողը եկավ օգնության Մարսելին առաջի վտանգավոր պահ այս խաղում ունեցավ Վերդեր ու կարող էին արդեն իսկ բացել այս դիմակայության հաշիվը բայց Էլոյանի հարվածից հետո այս դեպքում փրկվեց Մարսելը Ադարյանը շատ ակտիվ է իսկապես մեկնարկել Վերդեր այս հանդիպումը այնպես որ թույլ չեն տալիս նույնիսկ վերջնականորեն ներկայացնեմ իրենց հայտացուցակը հիմա շարունակեմ ծանոթացնել Վերդերի կազմը Խաչատուր Երզումյան համար 14 Հակոբ Ամիրյան համար 17 Գևորգ Պողոսյան համար 20 Զորաբ Ադարյան համար 23 Հրաչյա Յարդումյան համար 26 թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը ստանդարտ հիմակիրասնի Վերդերը Հաղթազարյանն է գնդակի մոտ հարված է կատարում ու բացում այս դիմակայության հաշիվը 1-0 իսկապես գեղեցիկ հարված կարողացավ այստեղ կատարել Հաղթազարյանը
Տիգրան Հաղթազարյան բացված է դիմակայության հաշիվ ու արդեն տեսնենք ինչով կփորձի պատասխանել այս ամենին Մարսելը իսկապես Վերդերը շատ արագ հաջողության հասավ այս խաղում 4 րոպեի դրությամբ առաջ անցան հաշվի մեջ ու իհարկե գնալով հանդիպումը էլ ավելի կհետաքրքրանա Պողոսյանն է գնդակով շատ լավ գրոյի տեղափոխություններ դեպի Մուրադյանը ընդունեց գնդակը Հայկ Մուրադյանը ու տեսնենք ինչ որոշում կայացնի եւ այստեղ կար թիկունքից ճնշում տեսնենք այս եզրային նետումը ինչ կտա Վերդերի ֆուտբոլիստերին Ադարյան դեպի Էլոյանը փոխանցում ու շարժվում է առաջ Էլոյանը զարգացնում է արագությունը աջ եզրով կա փոխանցումը այստեղ Հակոբյանը հաստրեց կանգնել գնդակի ճանապարհին բայց անկյունային հարված ամեն դեպքում վաստակում է Վերդերը այս իրավիճակում ու տեսնենք այս անկյունայինը ինչպես կխաղարկեն Խաղարկված է անկյունայինը փոխանցում ու այստեղ դարպասապահը կարողանում է վերցնել գնդակը երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ Զանյանը իջեցեց գնդակը Զանյան վտանգավոր է հարվածում մի փոքր շեղությամբ է ստացվում հիմա էլ Զանյանի կատարած հարվածը Ադարյան շարժվում է առաջ հիմա էլ Զորաբ Ադարյանը լավ փոխանցում Մայից Մելքոնյան հարվածու հիմա արդեն փրկում է Մարսելի դարպասապահ այս իրավիճակում Մարսելին կարող էր Վերդերը հիմա կրկնապատկել իր առավելությունը, բայց Մելքոնյանի հարվածից հետո ամեն դեպքում դարպասապահի բարձունքում էր ու կարողացավ վերլացնել գնդակը Հայրոյանն էր դարպասում Մայիս Մելքոնյան խաղարկված է եզրային նետումը Էլոյան լավ փոխանցում էր այստեղ վտանգավորը Մելքոնյանի մոտ է հայտնվում գնդակը տեսնենք ինչ որոշում կայացնի Մելքոնյանը Մայիս Մելքոնյան Շատ այստեղ պայեց գնդակի իր մոտ ու արդեն գործերեց հարված կատարելու հնարավորությունը հիմա միգուցե ոչ Հայրոյանն է հիմա էլ հեռացնում գնդակ ու այն հայտնվեց Էրզումյանի մոտ հետ փոխանցում դեպի Հայկ Մուրադյանը բայց այստեղ արդեն կարող է գործել Վերդերը գնդակը այնուամենայնիվ մնաց գնդակը Վերդերի մոտ դեպի Ադարյանը փոխանցում ենք տեսնում մեկը պումով առաջ բայց գնդակը բաժին ասավ Մարսելի դարպասապահին Հաղթազարյան այստեղ լավ գործեց Տիգրան Հաղթազարյանը բայց հետո մնաց գնդակով Մարսելի ֆուտբոլիստը Հակոբյանն է առաջ շարժվում լավ փոխանցում Զանյանի ուղղությամբ բայց այստեղ Հաղթազարյանը իհարկե մեկը մեկի դեմ պայքարներում այսպես հեշտությամբ չի զիջի հետո էլ արդեն կար խաղի կանոնների խախտում Զանյանի կողմից ու ստանդարտ դիմակ իրականացնի արդեն Վերդերը իհարկե պաշտպանությունում են խաղարկում է Հաղթազարյանը գնդակը Պողոսյանի հետ Ադարյան լավ ընդունեց ու գնդակ ուղարկեց Զախ եզր որտեղ Մուրադյանն է կրկին գնդակը ուղղվում է դեպի Ադարյանը բայց այստեղ Իսկանդարյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ լավն էր Իսկանդարյանի փոխանցումը կարող է հավասարեցնել Մարսելը հաշիվը բայց բրավո այստեղ Վերդերի դարպասապային իսկապես կարողացավ վերահաս գոլից ձեռք սպանել Վերդերին փոխարեն հիմա Վերդերը կարող է օգտագործել իր շանսը Մելքոնյանի փոխանցումը փակվեց հիմա արդեն Հանդիպումը գնալով բնականաբար էլ ավելի է լարվելու իհարկե ինչպիսի սեյվ կատարեց այս դրվագում Իգոր Հովսեփյանը Եթե Մարսելը հիմա հավասարեցներ հաշիվը, ապա մենք այլ ֆուտբոլ կտեսնեինք խաղադաշտում, իհարկե չօգտագործեցին իրենց պահ ու կարող էր Վերդերը անմիջապես հաջորդ գրոյի ժամանակ խփել երկրորդ գնդակը, դա տեղի չունեցավ, հիմա գնդակով Վերդերի ֆուտբոլիստներն են Էլոյան, Էրզումյանին է ուղարկում գնդակը դեպի նորից Էլոյանը, բայց այստեղ փակվեց Էրզումյանի փոխանցման ճանապարհը ու իհարկե հիմա ստիպված եղավ հետ նահանջել Էրզումյանը ուղարկում է գնդակը դարպասապահ Հովսեփյանին, ով երկար փոխանցում է կատարում առաջ, այստեղ առաջինը գնդակին արձագանքեցին Մարսելի ֆուտբոլիստները ու ինչպիսի գոլ են տեսնում Վարդանյանից 1-1 հանդիպան հաշիվը հավասար է, այո սխալվեց Վերդերը դարպասում ու միանգամից հեռար հարվածով այստեղ աչքի է ընկնում Մարսելի ֆուտբոլիստը Կարլեն Վարդանյան 1-1 գրավված է դարպաս ու հիմա թիմերը կարելի ասել արդեն սկսում են ամեն ինչը 0-ից Սխալ, իսկապես սխալ տեղի ունեցավ Վերդերի դարպասապահի կողմից այս իրավիճակում ու Վարդանյանը իր առաջին հնարավորությունը օգտագործեց ու անմիջապես տեսեք նորից Վերդերը անցել էր պատասխան գրոհին
Ետ բերելու քիչ առաջ կորցրածը, բայց այս անգամ հեռացված է գնդակը անկյունային հիմա կխաղարկեն Վերդերի ֆուտբոլիստները, Ադարյանն է գնդակի մոտ 5 րոպե ընդամենը պահանջվեց Մարսելի ֆուտբոլիստերից հաշվի հավասարությունը վերականգնել այս խաղում, Պողոսյան հետ փոխանցում կատարեց դեպի Ադարյանը ու Ադարյանը ստիպված եղավ այս իրավիճակում հետ ուղարկել Մուրադյանին դեպի Հաղթազարյանը, Տիգրան Հաղթազարյան այսա հարված էր մնաց գնդակը Վերդերի մոտ հիմա արդեն հեռացեցին Մարսելի ֆուտբոլիստները, բայց այստեղ ոչ ոք չհասցրեց արձագանքել գնդակին ու հարված կլինի Վերդերի դարպասից ակտիվ է մեկտարկել հանդիպումը երկու թիմերի կատարմամբ իհարկե մինչև այս վերջին 2-3 րոպեն բավական մեծ առավելություն ուներ Վերդերը խաղադաշտում, իսկապես այդ առավելությունը տալիս էր իր արտահայտությունը, իհարկե բացեցին հանդիպման հաշիվը, հետո նոր բաց թողեցին պատասխան գնդակը, բայց իհարկե Մարսելը շատ փորձառու ակումբ է ու պետք է այսպիսի իրավիճակները կանխատեսելիորեն զգա ու հասկանա ինչ պետք է անել նմանատիպ իրավիճակներում Հայրոյանն է գնդակով քիչ անց նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող պատկերին փոխանցում դեպի մրցակցի գնային, բայց Էլոյանը այստեղ լավ գործեց թողնում է գնդակը Հայկ Մուրադյանին Հաղթազարյան մնաց գնդակով Տիգրան Հաղթազարյանը հիմա չի ժամանակին ազատվեց գնդակից այլապես կար երկու մրցակցի ճնշում միանգամից Պողոսյան Ադարյան գեղեցիկ էր այս պատ խաղարկումը տեսնենք գրոհի իշ կտա Վերդերին Ադարյանն է հարվածում ու մի փոքր շեղությամբ է ստացվում այստեղ Վերդերի 23 հանարի կատարած հարվածը ու հարված կլինի Մարսելի դարպասից Երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ Պողոսյանը դաշտի միջին հատվածում խլեց գնդակը դեպի Մելքոնյանը փոխանցում լավ չընդունեց այստեղ Մելքոնյանը գնդակը այլապես արդեն վտանգավոր է ստացվում հիմա էլ կրունկով փոխանցում ենք տեսնում Ադարյանից բայց Հայրոյանը այստեղ ավելի շուտ արձագանքեց գնդակին քան Վերդերի ֆուտբոլիստներից որևէ մեկը Սարգսյան Երկար փոխանցում դեպի Իսկանդարյանը հաջող թողեց Իսկանդարյանը գնդակը Ակոբյանին Մոզանյան լավ է մտածված այս ամենը բայց Սարգսյանին այստեղ արդեն գնդակը չհասավ հարված կատարելու համար Էլոյանը հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին հետո հեռացեց ու գնդակը դաշտի սահմանները լքեց հենց Մարսելի ֆուտբոլիստից ես իսկ պետք է նետի Վերդերը Այս պահին Վերդերը իսկական պայքար է մղում իսկապես փլեյօֆի ուղղակի նվաճելու համար ճիշտը դեռ այս հանդիպումից բացի 7 հանդիպում էլ ունի Վերդերը խմբային փուլում եւ պետք է անցկացնի բայց այս պահին գտնվում է այն հորիզոնականում որը հնարավորություն տալու է թիմին իհարկե փլեյօֆի ուղղակի նվաճելու հենց 8-րդ հորիզոնականում է այս խմբում Վերդերը այս պահին այս տուրի արդյունքում տեղ զբաղեցրել ու 13 միավորով չունի հավասար այս պահին իրեն հավասար միավորն է ճիշտը Մայնցը ու Մայնցը Չելսին եւ Բետիսը շնչում են Վերդերի թիկունքում համապատասխանաբար 11-ական ու 10 միավորով 10 միավոր ունի Բետիսը ներողություն բայց իհարկե այսօր Վերդերը հաղթանակ տանելու դեպքում տեսեք ինչ մեծ քայլ է կատարում շրջանցում է Մոնցային ով այս տուրում արդեն պարտվել է Մանչեսթեր Սիթին ու հավասարվում է Կադիսին միանգամից երկու հորիզոնական վեր է բարձրանում ու տեղակայվում է 6-րդ հորիզոնականում իհարկե հավասար միավորներ կունենա այդ դեպքում Կադիսի հետ ու դեռ նրանց միջև հանդիպում պետք է կայանա խմբային փուլում բայց ահա չհաղթելու դեպքում էլ ավելի կբարձրացնի Վերդերի խնդիրը իսկ Մարսելի տեսանկյունը էլ ավելի սարսափելի է իսկապես փլեյօֆի ուղղակի մասին մտածելու համար Ադարյան փոխանցում Մելքոնյան շեղը ստացվում Մայիս Մելքոնյանի հարվածը բավական նպաստավոր դիրքից հիմա կարող են Մելքոնյանը կրկին առաջ մղել Վերդերին հաշվի մեջ Երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց այստեղ Էլոյանն է ուղարկեց գնդակը Պողոսյանին լավն էր Պողոսյանի փոխանցումը Էրզյունյանը այստեղ չհասցրեց հարվածել չհասցրեց նույնիսկ թույլ տա որպեսզի գնդակը անցնի դարպասապայից վստահ եմ այդպիսի տարբերակ նաև մտածել էր Էրզյունյանը հիմա ես իսկ կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները Իսկ Մարսելը գտնվում է այս պահին 15-րդ հորիզոնականում վաստակած 7 հանդիպումից հետո 3 միավորով ու իհարկե ինքներդ շատ լավ հասկանում եք այսօր Մարսելի պարտություն կրելու դեպքում ինչ կարող է տեղի ունենալ 100%-անոց չասեմ, բայց արդեն մի տոտալ հա այսպիսի տոկոսային հարաբերակցությամբ եթե նայենք 90% հավանականությամբ Մարսելը
շատ ետ է մնում, իսկապես շատ ետ է մնալու պայքարից, առաջին ությակում տեղ զբաղեցնելու համար, նույնիսկ կարելի ասել գնալով անհնարին կդառնա այդ խնդիրը Մարսելի համար լուծել ու թիմը դուրս չի գա Winter Cup-ի մեծ մրցաշարի 1/8 եզրափակիչ, փոխարենը կրկնում եմ 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը հնարավորություն են ստանում փոքր գավաթի մասնակցելու այս գրոյից հետո խոսեմ նաև այդ մասին Էլոյան Ադարյան կրկնապատկել է պետք Վերդերի գրանցած արդյունքը, բայց այստեղ փրկվեցին հիմա էլ Էրզումյանն է հարվածում ու այստեղ դարպասապա լավ գործեց, այո Ադարյանի հարվածը կարող էր հայտնվել դարպասում իսկապես գեղեցիկ գրոյ է ձեռնարկել Էլոյանը, բայց շտացվեց հիմա էլ Զանյանն է գնդակով հարվածում դարպասին ու բարձր է ստացվում այստեղ Զանյանի կատարած հարվածը Այո, ձևաչափը այնպեսին է մտածված AFL-ի մրցաշարի Winter Cup մրցաշարի, որ եթե առաջին ությակում տեղ չեն զբաղեցնում թիմերը, ապա 8-ից 16-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը նույնպես մասնակցում են գավաթի, այս անգամ արդեն փոքր գավաթի շրջանակներում ու փոքր գավաթի շրջանակներում իհարկե Մարսելը կարող է իր խոսքը ասել, ճիշտը դեռ փաշ չէ, որ Մարսելը կրկնում եմ եւս մեկ անգամ արդեն հույս չունի առաջին ությակում գտնվելու, բայց անկախ ամենից պետք է հաղթել բոլոր հանդիպումները Մելքոնյան հարված ու հիմա մի փոքր շեղությամբ նորից ստացվեց Մայիս Մելքոնյանի կատարած հարվածը, այո պետք է հաղթել բոլոր հանդիպումները ու պետք է հուսալ, որ իրեն խոչընդոտող մրցակիցներից մի քանիսը կսխալվեն այս առաջկա 7 տուրերի ընթացքում, միայն այդ դեպքում նոր Մարսելը հնարավորություն կունենա Իհարկե play-off-ի ուղեգի նվաճելու հիմա կրկնակի փոփոխություն է կատարում Վերդերի գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը, լքեցին խաղադաշտում Մելքոնյանն ու Պողոսյանը ու Ամիրյանը եւ Ֆերաչյա Յարդումյանը ստանում են խաղաժամանակ խաղադաշտում, տեսնենք նրանք թարմ ուժերով ինչ կփորձեն անել, հիմա Էլոյան այստեղ հեր ուղարկեց գնդակ ու եզից կնետեն Մարսելի ֆուտբոլիստները Կատարված է եզրային նետումը Երկար փոխանցում Զանյանի ուղղությամբ լավ իջեցեց այստեղ Զանյանը գնդակը Զանյան վտանգավոր է լավ էր մտածել Զանյանը բայց այստեղ պետք է հարվածել ամեն դեպքում դարպասին այո շատ լավ խաղարկեցին այս ամենը սկզբից մինչև վերջ Մարսելի ֆուտբոլիստները իհարկե Մանուկյանի փոխանցումն էլ լավ ստացվեց դեպի Զանյանը, բայց Զանյանը պետք է ամեն դեպքում հարվածել։ Եթե իհարկե ուղարկել այնտեղ, որտեղ Իսկանդարյանն էր, իհարկե խնդիր չկա, ավելի վտանգավոր գրոհ էր ստացվում Մարսելի կատարման, բայց ամեն դեպքում հարվածը նույնպես մեծ վտանգ էր սպառնալու մրցակցի դարպասի ուղղությամբ, այստեղ Ամիրյանն է կարծես կորցնում, այո կորցրեց գնդակ ու 3-2-ի դիմաց շարժվում է առաջ Մարսելը Իսկանդարյան, Զանյան լավ չընդունեց գնդակ ու այն լքեց դաշտի սահմանները, ինչպիսի սխալ ու ինչպիսի հնարավորություն կորցրեց Մարսելը Հաղթազարյանն է հիմա առաջ շարժվում գնդակով, աչից կա Էլոյանի տարբերակը Դեպի Էրզումյանը լավ էր նկատել Հաղթազարյանը, բայց գնդակը այստեղ չհասավ Էրզումյանին, հիմա 1-1-ի պայքար է ընթանում ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Մանուկյանի կողմից Հաղթազարյանի դեմ պայքարում Սուլեց մրցավարը, հիմա ոտքի կանգնեց Հաղթազարյանը, ինքն էլ պատրաստում է ստանդարտը իրացնելու, երկար փոխանցում ենք տեսնում դեպի Յարդումյանը, իսկ այստեղ Յարդումյանի հարվածը չստացվեց, ինչպես նկատեց Հաղթազարյանը խաղընկերոջը այստեղ բրավո ու ծափարություններ իհարկե Տիգրան Հաղթազարյանին այս հրաշալի փոխանցման համար իհարկե ավելի գեղեցիկ կլիներ, եթե այն գոլով ավարտվեր, բայց իհարկե ամեն ֆուտբոլիստ ունի այսպիսի ինտենսիվություն, այսպիսի լավ որակներ Զանյան ու բարձր է հիմա Զանյանի հարվածը ստացում, ինչը կատարվում թիմերը 1-1 ու սպառնում են միտքս ավարտեմ Հաղթազարյանի հետ կապված իհարկե ամեն ֆուտբոլիստ չէ որ կարող է հաշվի առնել այսպիսի դրվագ ու նմանատիպ հրաշալի փոխանցում կատարել խաղընկերոջը դա արեց Հաղթազարյանը Ադարյանն է հիմա գնդակով դեպի Մուրադյանը կրկին Ադարյան Ամիրյան Ադարյան լավ են խաղարկում Վերդերի ֆուտբոլիստները գնդակը ու այստեղ Եթե կար նույնիսկ խաղի կանոնների խախտում գնդակը մնաց Վերդերի մոտ այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը Էրզումյան կա Էլոյանի տարբերակը փոխանցում դեպի Էլոյանը կատարում Էրզումյանը
Մնաց գնդակը Հերզումյանի մոտ ու շարժվում է առաջ Հերզումյանը, լավ նկատեց Յարդումյանին, Հերզումյան հարված ու այստեղ բրավո Մարսելի դարպասապահի ևս մեկ գեղեցիկ սեյվ ենք տեսնում Անդրանիկ Հայրոյանից, հիմա Հերզումյանը կարող է արդեն աշկի ընկնել, բայց Հայրոյանը դա թույլ չտվեց իհարկե շատ վտանգավոր է արդեն հարվածել Հերզումյան իհարկե բայց ինչ անես եթե դարպասում է դարպասապահ Հայրոյան ու այսպիսի իրավիճակները լավ է գնահատում եւս մեկ հարվածի փորձ այս անգամ հեռացված է գնդակը Զանյանն է շարժվում առաջ այստեղ իհարկե Հաղթազարյանը մեկը մեկի դեմ պայքարում նմանատիպ հեշտությամբ Չիզիչի հիմա էլ ռիսկի դիմեց Վերդերի դարպասապահ բայց այս անգամ կարողացան այս իրավիճակից դուրս գալ Հաղթազարյանը եւս մեկ երկար փոխանցում ու հիմա արդեն Իսկանդարյանն է հեռացնում գնդակը եզից հիմա կնետեն Վերդերի ֆուտբոլիստները Յարդումյանն է պատրաստվում եզրային նետում կատարելուն հիմա արդեն թողեց խաղընկերոջը Էլոյանը կկատարի եզրային նետումը արագորեն խաղարկում է գնդակը Ադարյանի հետ Մուրադյան կրկին Էլոյան Ստացվեց Էլոյանի անցումը Եգոր դեպքում նույնպես փոխանցումը նույնպես Մուրադյան խփել է պետք այս գնդակը բայց բարձր է ստացվում Մուրադյանի հարվածը Գերազանց արեց իսկապես Էլոյան այս իրավիճակում ամեն ինչ երկու անցում մեկ ճիշտ փոխանցում բայց Մուրադյանը բարձր հարվածեց այս իրավիճակում Հիմա եւս մեկ երկար փոխանցումը Մարսելը փորձեց գրոյի անցնել, բայց Հաղթազարյանը կրկին պաշտպանության խորքում էր զբաղեցրել, հիմա քիչ էր մնում սխալվեր, Էլոյանը ճիշտ է սխալվեց, բայց մնաց գնդակը Վերդերի ֆուտբոլիստերի մոտ, Հաղթազարյան լավն էր փոխանցումը դեպի Հերզումյանը, Ամիրյան հարված ենք տեսնում ու հիմա էլ Ամիրյանի հարվածն է բարձր ստացվում։ Այո, այս մի քանի րոպեների ընթացքում բացառությամբ Մարսելի այն մեկ վտանգավոր գրոհի, որը իրականացրեցին ու Զայնյանը նախ լավ չընդունեց գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից, իհարկե առայժմ մրցակցին ճնշում է Վերդերը ու տեսնենք դա կտա արդյոք իր արդյունքը, թե ոչ առայժմ մեկական գնդակներով են թիմերը փոխանակվել։ Ամիրյան սխալվեց, Զանյանն էլ հարվածեց այստեղ ու դարպասաձողը բրկեց Զանյանի փոխանցումն եք տեսնում ու 2-1 Մարսելն առաջ է հասնում հաշվի մեջ։ Երկու մեկ Մարսելը առաջ է հասնում հաշվում մեջ այս րոպեի դրությամբ կամ այն հաղթանակի արդեն տանում Մարսելը խաղադաշտում իհարկե տեսնենք Տիգրան Հաղթազարյան ինչով կփորձի պատասխանել Վերդերը հիմա պետք է արդեն մտածել գոնե միջև ընդմիջում գնալը հավասար է ստել հանդիպան հաշիվ հիմա արդեն սխալ փոխանցում տեսանք ու եզից կնետեն Մարսելի ֆուտբոլիստները արագորեն կատարում են եզրային նետումը Զանյանն է ստանում գնդակը Այստեղ իսկապես գոլի հեղինակ դարձավ այս իրավիճակում Մարսելի կազմում Ամբարձում Մանուկյանը գոլային փոխանցումն էլ գրանցեց իր անվան դիմաց Զանյանը ու արդեն տեսնենք ստանդարտի խաղարկումը Զանյան երկար փոխանցում ու այստեղ Իսկանդարյանի մոտ չստացվեց հարված կատարել Եվ հարված կլինի կրկին Վերդերի դարպասից 2 րոպե մինչ առաջին կեսի ավարտը իհարկե 3 գնդակ ունեցանք առաջի խաղակեսում եւ դեռ կարող ենք եւս 1 ունենալ իհարկե փաշտ չէ որ այս ամենով կբավարարվեն թիմերը մինչ ընդմիջման գնալը մեկը նույնիսկ 2-ը հնարավոր են ավելի շրջանակներում 2 րոպեվա ընթացքում թիմերի կատարմամբ տեսնել 2 խփած գնդակներ բայց թիմերը ավելի զգուշավոր ֆուտբոլ են այսօր փորձում իրականացնել հիմա սխալվեցին ու Էրզումյանը կարող էր օգտվել այս սխալից, բայց հասցրեցին նահանջել Մարսելի ֆուտբոլիստները։ Հայկ Մուրադյան լավ նկատեց Ադարյանին դեպի Էլոյանը վտանգավոր է։ Էրիկ Էլոյան հարված ու այստեղ նորից աչքի է ընկնում Մարսելի դարպասապահ Անդրանիկ Հայրոյանը բրավո ծափարություններ իհարկե չկա ոչինչ ասելու, եթե ոչ հանդիպան, ապա առաջի խաղակեսի լավագույն ֆուտբոլիստ ինձ համար համենայն դեպս դա Հայրոյանն է իհարկե Առնվազն 3-4 մաքուր սեյվ կատարեց ու թույլ չտվեց գնդակը հայտնվի դարպասում։ Դեռ իհարկե խոսենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մասին հանդիպման ավարտից հետո իհարկե, բայց առաջի կեսում կրկնում եմ
Որպես այդպեսին ինձ համար համենայն դեպս Մարսելի դարպասապա լավա գույններ հիմա եւս վտանգավոր պահ ենք տեսնում ու չի այդտվում գնդակը Մարսելի դարպասում չհասկացան այստեղ էլ Վերդերի երկու ֆուտբոլիստեր միմյանց ու կորցրին գնդակը հիմա Սուլել է մրցավարը հասկանանք ինչ է պատահել Մարսելի ֆուտբոլիստին Ամեն ինչ կարգին է Մանուկյանի հետ նա կշարունակի հանդիպում հիմա խաղարկված է գնդակը երկար փոխանցում ենք տեսնում առաջ Էլոյանը այստեղ լավ աշխատեց ու կատարեց փոխանցում բայց մնաց գնդակը Հայրոյանի մոտ գրոհի է անցել Մարսելի հիմա էլ աջ թևով բայց արդեն շատ տարվեց անդատական խաղով այստեղ Գևորգ Հայրոյանը գործեց գնդակը Մուրադյանը իհարկե այսպեսի երկար ժամանակ ոչ մի մրցակցի թույլ չի տա մնալ գնդակով Մուրադյանի դեպ նշեմ Աֆելի ամենաշատ հանդիպումներ անցկացած ֆուտբոլիստերից է հանդիսանում իհարկե ու դա այս որի-որ տարին է արդեն հանդես է գալիս Աֆելում եւ նմանատիպ իրավիճակները շատ լավ հաշվի առնում Էրզրումյան գեղեցիկ էին արել ամեն ինչ այս իրավիճակում Վերդերի երկու ֆուտբոլիստեր բայց Էրզրումյանի հարվածը չստացվեց առաջի կեսը ավարտվում է կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք միասին դիրելու Մարսել Վերդեր հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Մարսելի ֆուտբոլիստերի մեկ տարկեց երկրորդ խաղակեսը նախ բացեց այս հանդիպան հաշիվը Տիգրան Հաղթազարյան Տուգանայինից կատարած անկասելի հարվածով ու առաջ մղեց Վերդերին հաշվի մեջ հետո արդեն Վարդանյանը ոչ պակաս շքեղ գոլի հեղինակ դարձավ հավասարեցնելով այս հանդիպան հաշիվը իսկ արդեն Ամբարձում Մանուկյանը Խաղակեսի ավարտից մի քանի րոպե առաջ Մարսելին առաջ մղեց հաշվի մեջ առաջի կեսում փոքր քամբեկ ասենք տեղի ունեցավ խաղադաշտում Մարսելի կատարման բայց մի ամբողջական երկրորդ խաղակես երկու թիմերն էլ ունեն իրենց տրամադրության տակ ու պետք է իհարկե առաջին հերթին խոսքս վերաբերվում է Վերդերին մտածի Վերդերը այս իրավիճակը հաղթարելու համար պետք է ելք փնտրի իհարկե դրանց կրկնում եմ ինչպես իհարկե Մարսելին բայց այս պահին պարտվող թիմի տեսանկյունից եթե նայենք նրանց օդի ու ջրի պես հարկավոր են այսօրվա 3 միավորները կրկնում եմ Վերդերը այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում ինչը հնարավորություն տալու է թիմին փլեյոֆի ուղեգի նվաճելու համար բայց պետք է ամրապնդվել այդ դիրքում հիմա Յարդումյանի փոխանցումը չանցավ բայց փոխարենը անկյունային հարվածի հնարավորություն վաստակում են Վերդերի ֆուտբոլիստները այս իրավիճակում ու տեսնենք անկյունային ինչպես խաղարկեն Մելքոնյանն է գնդակի մոտ տեսնում ենք փոխանցում Էրզումյանի ուղղությամբ բայց այստեղ հեռացված է գնդակը Այստեղ դարպասապա Հովսեփյանն է տիրում գնդակին Կատարեց փոխանցում Ադարյանի ուղղությամբ ու ռիսկային էր մի փոքր դարպասապայի այս կատարած փոխանցումը կարող էր Ադարյանը կորցնել գնդակը իհարկե գնալով հանդիպումը էլ ավելի կբարդանա ֆուտբոլիստերի համար հիշեցնում այսօր հագեցած խաղային օր ունենք միանգամից 3 հանդիպում ենք ձեր ուշադրությանը ներկայացնելու իհարկե ու այս պահին մարզադաշտությունը տեղում ինչը էլ ավելի խոչընդոտ է հանդիսանալու ֆուտբոլիստերի լավ գործողությունների համար բայց իհարկե ֆուտբոլիստերը եղանակային այս պայմանների ներքո նույնպես իհարկե հաճույք ստանում են իրենց անցկացած հանդիպումներից ու փորձում են հաջողություններ գրանցել իրենց թիմերի ակտիվում Էլոյան թողեց գնդակը Հաղթազարյանին ու շարժվում է առաջ Մելքոնյան դեպի Էլոյանը տեսնենք այս գրոհը ինչի կփորձի վերացել Վերդերը Մելքոնյան հերմից հարվածի փորձ այստեղ պաշտպանի վրա է ընդունում գնդակ ու այն հայտնվում է Մարսելի ֆուտբոլիստի մոտ հիմա Հայրոյանը շտապում է անցումը ստացվեց բայց այստեղ եթե նույնիսկ հիմա արդեն կա խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Մարսելի ֆուտբոլիստերին Զանյանն է տեղադրել գնդակը կա բրցավարի Սուլիչը Զանյան հարված ու մի փոքր ճեղությամբ ստացվեց հիմա էլ Զանյանի կատարած հարվածը այո իսկապես հանդիպման լարվածությունը թեժացնում է էլ ավելի հանդիպումը ֆուտբոլիստերի նյարդերը տեղի են տալիս դա հասկանալի է ցանկացած խաղում ցանկացած սայթակում ճակատագրական կարող է լինել թիմերից յուրաքանչյուրի համար իսկ այս պայդրությամբ իհարկե
լարվածությունը իր գործը անում է խաղադաշտում։ Տեսնենք հիմա եզրային նետում կտեսնենք, բայց մինչ այդ փոփոխություն տեղի ունեցավ Վերդերի կազմում Մուրադյանն է լքում խաղադաշտը ու նրա փոխարեն Պողոսյանը վերադարձավ խաղադաշտ։ Ադարյան թողեց գնդակը Մելքոնյանին, բայց այստեղ գնդակի կորուստ Վերդերի ֆուտբոլիստերից հետո արդեն Մելքոնյանը վերականգնեց գնդակ ու եզրից ամեն դեպքում կնետի Մարսելը։ Կա փոխանցում Զանյանը այստեղ ընդունեց գնդակը, տեսնենք իր գրոյի շարունակություն կմփնտրի դեպի Մանուկյանը փոխանցում, այստեղ ստիպված եղավ Մանուկյանը հետ ուղարկել գնդակը, բայց Վարդանյանը հասցրեց առաջին արձագանքել գնդակին ու կատարել այստեղ փոխանցում հասավ գնդակը Գևորգ Հայրոյանին, Հայրոյան բայց իհարկե դանդաղեց Հայրոյանը ու կրկնում եմ Հաղթազարյանը, տեսեք որքան գրագետ է պաշտպանվում ու ուղարկելով գնդակը Պողոսյանին Վերդերը սկսում է իր հերթական գրոներից մեկը Երզումյան, նորից Պողոսյանին ուղարկեց գնդակը, շարժվում է դեպի կենտրոն գնդակով Պողոսյանը հիմա երկար փոխանցում տեսակ Մելքոնյանի ուղղությամբ ու դիպավ գնդակը այստեղ Մելքոնյանի ձեռքին։ Խաղարկում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները երկար փոխանցում տեսանք այստեղ Հաղթազարյանը կրճիտ առաջինն է արձագանքում գնդակին Ադարյան, լավ անցում ձեռնարկեց կար խախտում Ադարյանի դեմ պայքարում, բայց Սուլեց մրցավարը իհարկե խախտում տեղի էր ունեցել Ադարյանի նկատմամբ, ոչ թե Ադարյանն է խախտել, այստեղ խաղի կանոնները իհարկե դիպավ Իսկանդարյանի ոտքին, բայց արդեն նրա նկատմամբ տեղի ունեցած խախտումից հետո էր այս ամենը ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա Վերդերին կրկին Հաղթազարյանն է գնդակի մոտ երկար փոխանցում են, տեսնում առաջ այստեղ հեռացեցին գնդակը Ադարյանն էլ հարվածեց ու մի փոքր շեղությամբ ստացվեց այստեղ Ադարյանի կատարած հարվածը նորից երկար փոխանցում առաջ, բայց ոչինչ անել այս իրավիճակում չստացվեց հիմա Մարսելի ֆուտբոլիստների մոտ, շեղել փոխանցումը կատարված ու սկսում են Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյան լավ նկատեց Մելքոնյանին Յարդումյանին էլ ուղարկեց գնդակը Մելքոնյանը Յարդումյանը շարժում է առաջ թողեց այստեղ գնդակը Ադարյանին Զորաբ Ադարյան լավներ փոխանցում է Երզումյան Մելքոնյան գրաված է դարպասը 2-2 Վերդերը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Մայիս Մելքոնյան 2-2 հաշիվը կրկին հավասար է խաղադաշտում օգտագործեց Վերդերի հնարավորությունը ու հիմա արդեն ամեն ինչ նորից թիմերը կսկսեն այսպես ասած 0-ից հիմա դադարեցեց հանդիպում մրցավարը հասկանալու համար ինչ էր պատահել Հաղթազարյանին նրա հետ ամեն ինչ Կարգին է ու Վերդերը սկսում է հերթական գրոհը, այստեղ չանցավ Էլոյանի փոխանցումը խլեց գնդակը Մարսելը Զանյանն է հարվածում ու մի փոքր բարձր է ստացվում հիմա էլ Զանյանի կատարած հարվածը ու հարված կլինի Վերդերի դարպասից Հաղթազարյանն է գնդակի մոտ Երկար փոխանցում ենք տեսնում առաջ Հաղթազարյանի կողմից, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց խաղընկերներից գնդակին ու հարված կլինի Մարսելի դարպասից ևս մեկ փոփոխություն Վերդերի կազմում Երզումյանը լքեց խաղադաշտը ու Ամիրյանը վերադարձավ նրա փոխարեն խաղադաշտ Հիմա արդեն կարող ենք ասել Մելքոնյանը նոմինալ հարձակվողի վերածվեց խաղադաշտում Վերդերի կազմում, եթե մինչ այս իհարկե մի փոքր ավելի երկխաշված էր հանդես գալիս, հիմա մաքուր հարձակվողն է այդ րոպեներին Վերդերի կազմում ու տեսնենք ինչ կփորձի անել Պողոսյան դեպի աջ փոխանցում Հաղթազարյանն ընդունում է գնդակը ու շատ լավ նկատեց այստեղ Ամիրյանին շրջվեց Ամիրյանը Մայիս Մելքոնյանին ուղարկելով գնդակը Մելքոնյան լավ էր մտածել բայց չհասավ գնդակը Յարդումյանի երկրորդ փորձ ու կրկին հեռացված է գնդակը Մելքոնյանը թույլ կտա որպեսզի հիմա գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու կատարեց եզրային նետում Ամիրյան
Ադարյան հետո թողեց մի փոքր Ադարյանը գնդակը, բայց կարողացավ պայել հետո այն իր մոտ։ Տիգրան Աղտազարյան, Մելքոնյան, լավ ընդունեց գնդակը Մելքոնյանը, թողեց Ադարյանին, վտանգավոր գրոհի անցնում Վերդերը, Աչեզրով Ադարյան անցումը կա, փոխանցումը նույնպես, բայց հեռացված է այս իրավիճակում գնդակ Իսկանդարյանն հիմա կարողանում ամեն ինչ հաջող անել, բայց փոխանցման առաջինը հասավ Տիգրան Աղտազարյանը, անցումը լավ դեր, Աղտազարյան հարվածը նույնպես եկավ Յարդումյանի մոտ գնդակը ու հարվածից հետո նորից Մարսելի դարպասապայի բարձունքին էր ու փրկեց այստեղ Մարսելին, բրավո Հայրոյանին իսկապես, առայժմ մնում եմ նույն կարծիքին, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ այս րոպեի դրությամբ իրոք Մարսելի դարպասապանն է, եկեք դա փաստենք, իհարկե եթե պարտվի Մարսելը այսօր դա չլինի դարպասապայի մեղքով կարծում եմ, քանի որ արդեն իրատեսական 4-5-6 նույնիսկ դրվագներում կարողացել էր զերծ պահել դարպասը մաքուր գնդակից, այսպես վերնագրենք այդ իրավիճակները, կարող էր Վերդերը այդքան պահ օգտագործել, բայց չի ստացվել Վերդերի ֆուտբոլիստների մոտ։ Հիմա խաղաղտում կար Մայիս Մելքոնյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրականացրի Վերդերը։ Եվ տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Վերդերի ֆուտբոլիստերին։ Մելքոնյանը հեռացավ գնդակի մոտից, թողնելով Աղտազարյանին միայնակ։ Տիգրան Աղտազարյան լավ նկատել էր Ադարյանին, Ադարյանն էլ փորձեց հասցեակել գնդակը այս իրավիճակում Մելքոնյանին, բայց Հայրոյանը կրկին հեռացեց գնդակը, ինչ անում այսօր Մարսելի դարպասապահ խաղադաշտում։ Ադարյան հետ փոխանցում է կատարում Ադարյանը Աղտազարյանի ուղղությամբ կրոս դեպի մրցակցի Տուգանայինի մատույցները, բայց հեռացված է նորից գնդակը, Հայոյանն էլ ավելացրեց գնդակի ընթացքը, բայց այն լքեց դաշտի սահմանները, ես իսկ կնետի Ամիրյանը արագորեն խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ դեպի կենտրոն Տիգրան Աղտազարյանը ավելի աճ ուղարկեց գնդակը Աղտազարյանը, Էլոյանը ընդունեց, բայց հետո կար Իսկանդարյանի ճնշումը ու մնաց գնդակը Մարսելի ֆուտբոլիստերի մոտ Ակոպյան Մելքոնյանը մաքուր գործեց այս իրավիճակում, խլեց գնդակը ուղարկեց Հրաչյա Յարդումյանին, Յարդումյան այստեղ մի փոքր դանդաղեց Յարդումյանը, չնայած դեռ գնդակով Վերդերի 26 համարն է, Մայիս Մելքոնյան թողեց հիմա Յարդումյանը գնդակը Մելքոնյանին ու կար խախտում, այո Մելքոնյանի դեմ պայքարում այս իրավիճակում։ Եվ տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ է տալու ներողություն Վերդերին, իրոք կարող են ստանդարտից հաջողության հասնել, այսօր մեկ անգամ արդեն հասել է ստանդարտից Վերդերը հաջողության եւ Աղտազարյանի հարվածը անկասելի է ստացվել, հիմա կարծես Մելքոնյանն է պատրաստում հարվածին կամ մրցավարի Սուլիչը, Մայիս Մելքոնյանն է հարվածում, բայց չեղ է ստացվում Մելքոնյանի այս կատարած հարվածը ու հարված կլինի Հայրոյանի պաշտպանած դարպասից։ Թողեց գնդակը Հայրոյան այստեղ որպեսզի Վարդանյանը գնդակը մտցնի խաղի մեջ ու ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ, բայց այստեղ նորից հեռացեցին գնդակը Վերդերի պաշտպանները ու այն բաժինացավ դարպասապային, հիմա գնդակի կորուստ Վերդերի կողմից Հայրոյան շարժվում է առաջ Հայրոյանը, անցումը ստացվեց, լավ անցում է ձեռնարկել Հայրոյանը, փոխանցումը նույնպես հարված այստեղ Ակոպյանի առաջին դեպքում չստացվեց իսկ երկրորդ հարվածի ժամանակ Հովսեփյանը հեռացեց գնդակը հիմա Վերդերն է արագակագրոյի ասում Ամիրյան, այստեղ մի փոքր դանդաղեց Ամիրյանը, բայց ամեն դեպքում հասցրեցին արդեն Մարսելի ֆուտբոլիստները վերադասավորվել։ Էլոյան աջ եզրով զարգացնում է արագություն, բավական արագ է Էլոյանը, տեսեք որքան տարածություն հաղթահարեց, բայց հետո հենց իրենից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, Ամիրյան մաքուր ցանկում էր սա ու այստեղ ինչ է պատահել, կար արդյոք կանոնների խախտում, թե ոչ։ Երկար փոխանցում առաջ Զանյանը հարվածում է նույնիսկ, բայց շեղ է ստացվում Զանյանի հարվածը, միայնակ էր մնացել պաշտպանների թիկունքում Մոզ Զանյանը ու
Հիմա չօգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից, իհարկե ուժեղ էր մի փոքր փոխանցումը, նույնիսկ եթե տարբերակ ունենար կասեցներ այս իրավիճակում Զանյանը, բայց դա չարեց։ Կարծում եմ հաշվի առնելով պաշտպանների արդեն իրեն մոտենալը։ Հիմա նորից Վարդանյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Երկար փոխանցում առաջ, այստեղ Ադարյանն է առաջինը հասնում գնդակին, ուղարկում է Մայիս Մելքոնյանին, բայց Մելքոնյանի փոխանցում այստեղ նպատակակետին չհասավ։ Ակոբյան անցումը ստացվեց Ակոբյանի փոխանցումը նույնպես Վարդանյանն է հիմա էլ գնդակով։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի, կրկին ուղարկում է գնդակը Ակոբյանին։ Նորից Վարդանյան Ակոբյան այսպես անդադար խաղարկումներ ենք տեսնում, բայց առայժմ լուսատախտակին հաշիվը հավասար է, սա չեմ կարող ասել փոխանցում էր թե հարված Իսկանդարյանից, եթե հարված բավական վտանգավոր, եթե փոխանցում կրկնակի վտանգավոր, քանի որ Զանյանը եթե մի փոքր ցածրից լիներ Իսկանդարյանի փոխանցումը կեզրափակեր այդ փոխանցումը։ Յարդումյան անցումը ստացվեց Յարդումյանի մոտ։ Հրաչյա Յարդումյան թողնում է Ամիրյանին գնդակը, այստեղ Ամիրյանը կարող է հարվածել, այդպես էլ անում է, բայց դարպասապահ Հայրոյանը կրկին տեղում էր ու թույլ չտվեց, որպեսզի գնդակը անցնի իրենից։ Երկար փոխանցում ենք տեսնում դարպասապահից դեպի մրցակցի կիսադաշտ, Իսկանդարյան իջեցնում է գնդակը, այն փոխանցում ստացվեց խաղընկերոջ համար, իսկ այստեղ արդեն Ակոբյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, այլապես կրկին Զանյանը միայնակ կմնար այս իրավիճակում դարպասապահի դիմաց։ Պողոսյան այո, արդեն թիմերից որ մեկը սխալվի, արդեն կարող է լինել ճակատագրական, քանի որ քիչ խաղաժամանակ կմնա արդեն փրկվելու համար, այս պահի դրությամբ 7 րոպեից քիչ է մնացել հանդիպման ավարտին։ Եվ դա կարծում եմ հաշվի առնում են թիմերը, Մայիս Մելքոնյան, չանցավ այստեղ Մելքոնյանի փոխանցումը, բայց մնաց գնդակը Վերդերի մոտ, հիմա գնդակի կորուս կրկին վերականգնեցին, Ամիրյանն է շարժվում առաջ, հիմա է պետք հարվածել Ամիրյանին, կատարեց փոխանցում Էրզումյանի ուղղությամբ, ինչը այստեղ տեղի ունեցել։ Պայել են գնդակը դաշտի սահմաններում ու կարծես մրցավարը խախտում չի նկատել Խաչատուր Էրզումյանի դեմ պայքարում։ Հիմա գնդակի տեղափոխություն դեպի աջ, այստեղ Յարդումյանն է հաջող խլում կարողանում կատարել, այստեղ կար խախտում, բայց մնաց գնդակով Յարդումյան, իսկ հիմա արդեն հեռացեցին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները, ևս մեկ երկար փոխանցում դեպի Զանյանը, բայց Հաղթազարյանը այսօր շատ լավ է պաշտպանությունում գործում, իհարկե Զանյան Հաղթազարյան հակամարտություն այսօր շատ տեսանք, դեռ կտեսնենք այս վերջին րոպեների ընթացքում իհարկե անկասկած, բայց առայժմ Զանյանի մոտ այս խաղում դարպասը գրավել չի ստացվի Ամիրյան, ևս մեկ փոխանցում էր, բայց այստեղ Պողոսյանը լավ անցում կատարեց, փոխանցում նույնպես Հայրոյանը հեռացեց ու հիմա Զանյանն է կրկին գնդակով, բայց Հաղթազարյանի ճնշումը նորից կա ու այստեղ մեկը մեկի դեմ պայքարում իհարկե չզիջեց։ Հաղթազարյանը խաղարկում են ստանդարտը Վերդերի ֆուտբոլիստները, Պողոսյանն է գնդակը ընդունել, Հաղթազարյանի փոխանցումից հետո դեպի Ամիրյանը փոխանցում, այստեղ կորցրեց գնդակը Ամիրյանը, բայց Պողոսյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում, հետ ուղարկելով Տիգրան Հաղթազարյանին դեպի Էլոյան։ Լավ նկատեց Էրզումյանին, Էլոյան այս իրավիճակում, կրկին ստացավ նրանից փոխանցում, Մայիս Մելքոնյանին է ուղարկում գնդակը Էրզումյան, տեսնենք ինչ որոշում կայացնի դեպի կենտրոն, Ամիրյանն ընդունեց գնդակը, Էլոյանն է միացել աչքի եզրով գրոհին, Էլոյան անցումը ստացվեց, բայց գնդակը հեռու թողեց Էլոյանը իրենից ու այն լքեց դաշտի սահմանները, հարված կլինի Մարսելի դարպասից։ Եվս մեկ երկար փոխանցում տեսանք, այստեղ Իսկանդարյանը փորձեց կրունկով փոխանցում կատարել, չստացվեց այս իրավիճակում։
Տեսնենք Էլոյան շարժվում է առաջ Էլոյանը ուղարկեց գնդակը Ամիլյանին Մելքոնյանն ընդունեց ու շարժվում է առաջ Մայիս Մելքոնյանը լավ էր նկատել հեռավոր բաց անկյունը բայց հարվածը Մելքոնյանի շեղությամբ ընթացավ այս իրավիճակում Վերդերը անցած խաղում մրցում էր Արցախի դեմ ու կարողացան հաղթանակի հասնել Վերդերի ֆուտբոլիստները 3-2 հաշվով Այսօր կարող են նույն արդյունքը կրկնել իհարկե հիմա վտանգավոր պահել Վերդերի դարպասի ուղղությամբ բայց հեռացվեց գնդակ այո կարող են նույն հաշվով հաղթանակ տանել ու պահել առավելությունը եթե խփեն այդ մեկ ու կարևոր գնդակը բայց իհարկե Մարսելը նույնպես ունի միավորների կարիք նույնպես այստեղ է 3 միավորի համար ու Նրանք նույնպես մտածում են այդ ամենի մասին։ Հիմա անկյունային այս ստանդարտները կարող են այս վերջին օպեներին թիվերին փոխօգնության գալու։ Տեսնենք, փոխանցում Էլոյանը հեռացնում է գնդակը։ Եզից կնետի հիմա էլ Մարսելը։ Իսկանդարյանը Էլոյանը լավ պաշտպանվեց այստեղ ուղարկեց գնդակը առաջ, բայց այն բաժին ասավ Ակոբյանին։ Ակոբյան Մելքոնյան այստեղ Թիկունքից ճնշեց ու հենց նրանից էլ կարծես դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Սարգսյանն է հարվածում Ամիլյանն իր վրա է ընդունում գնդակը Վարդանյան դանդաղեց ու կորցրեց գնդակը Ամիլյանը խլում է կատարում այստեղ շատ հաջող փոխանցումը լավ էր մտածել Ամիլյանը բայց Էրզումյանին գնդակը այս իրավիճակում բաժին չհասավ Երկար փոխանցում առաջ Էլոյանը այստեղ նույնպես առաջինն է Հաղթազարյանը թողեց գնդակը Պողոսյանին նույնը Վերդերը կարող է նետվել առաջ Պողոսյան Էրզումյան Մելքոնյանն է հասցակում գնդակը Մելքոնյանն էլ լավ նկատել է Յարդումյանին բայց Յարդումյանի մոտ այստեղ ոչ հարված ոչ էլ փոխանցում կատարել հաջող չստացվեց ու դարպասապահը գրքին երկար փոխանցում է կատարում առաջ ահա Մարսելը այս րոպեներին իսկապես փոխանցումներով չի կարողանում դուրս գալ պաշտպանությունից երկար փոխանցումներ ենք միայն տեսնում Հաղթազարյան Պողոսյանին է ուղարկում գնդակը Երկար փոխանցում դեպի աջ շատ լավ փոխանցում էր Մելքոնյանը թողեց գնդակը Էլոյանին Էլոյանն էլ կրկին աջ եզրով է շարժվում առաջ լավն էր փոխանցումը բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց այս գնդակին ու գնդակը լքեց դաշտի սահմանները Եվս մեկ երկար փոխանցում ենք տեսնում դարպասապայի կողմից հասավ այս անգամ գնդակը Զանյանին բայց այստեղ դարպասապահը լավ դուրս եկավ իր դիրքից ու չեզոքացրեց վտանգը հիմա հասկանանք առաջին հերթին ինչ պատահեց Զանյանին այս իրավիճակում Նոր դրանից հետո իհարկե կանադառնանք հանդիպանը իսկապես կորցրել էր գնդակը Զանյան ու Սահանքման փորձեց այն պահել իր մոտ Հիմա հանձնեց գնդակը մրցավարը Վերդերի ֆուտբոլիստերին ու վերջին գրոններից մեկն է սկսում Վերդերը Էլոյան Իհարկե եթե ոչ ամենավերջինը արդեն հանդիպան հիմնական Ժամանակը կավարտվի լավներ այս փոխանցումը ու չհասցրեց Էրզումյանը դիպչել այստեղ գնդակին, եթե նույնիսկ մի փոքր ավելի պտտվեր գնդակը, ապա Էրզումյանի գնդակին դիպչելու փաստը այդքան էլ մտահոգություն չէր առաջացնում Վերդերի ֆուտբոլիստերի մոտ, քանի որ գնդակը կահայտավ էր դարպասում։ Դարպասապահը այստեղ արդեն նույնիսկ չէր էլ պատրաստում ցած կատարելուն ու նկատել էր գնդակի շեղությունը։ Հիմա ստանդարտ Կիրաստի Վերդերը Մելքոնյանը շտապում է իհարկե պետք է ավելի խորքից խաղարկել գնդակը Հիմա Հաղթազարյանն է ուղարկում գնդակը Ամիլյանին դեպի Ձախ Պողոսյան Անցումը ստացվեց Պողոսյանի մոտ փոխանցումը նույնպես ու հեռացված է գնդակը այստեղ էլ Յարդումյանը փորձեց հետ ուղարկել բայց Այստեղ չկար ոչ ոք Վերդերի ֆուտբոլիստերից
Եվ հիմա տեսեք Զանյանը նահանջել է պաշտպանություն ու ինքն է երկար փոխանցում կատարում առաջ, բայց այստեղ չկար խաղընկերներից ոչ ոք, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից նետում ենք տեսնում Պողոսյանի կատարմամբ Տիգրան Ախտազարյան դեպի ավելի աճ ուղարկեց գնդակ Էլոյանն է այստեղ Էրզումյան դեպի Մելքոնյանը փոխանցում հասավ գնդակին Մելքոնյանը կատարեց փոխանցում ու Ամիլյան հիմա կարող էր գրավել դարպաս ու հաղթանակ պարգևել Վերդերին, բայց Ամիլյանի հարվածը շեղ է ստացում։ Ինչ վտանգավոր հակագրով էր իսկապես հիմա բաց թողեց կարելի ասել հաղթանակը Վերդերի ձեռքից։ Սա այն գրոհն էր, այն եզրափակումը կարող էր լինել, որտեղ Վերդերը կարժանանար 3 միավորի այս խաղում, բայց դեռ կա գրոհի տարբերակ Մելքոնյան թողնում է գնդակը Խաչատուր Էրզրումյանին նորից Մելքոնյան վտանգավոր է, բայց Մելքոնյան ու նորից չեղ է ստացվում Մելքոնյանի հարված այսօր Մելքոնյանի հարվածները չեն ստացվում վերջին րոպեն է ընթանում հանդիպան ու արդեն տեսնենք այս վերջին րոպեն ինչ կտա թիմերին Վարդանյանն է հիմա էլ երկար փոխանցում կատարում առաջ Իսկանդարյանը ավելացրեց գնդակը Զանյանի մոտ է, բայց Հովսեփյանը փրկում է հիմա էլ Վերդերին, հիմա էլ սա Մարսելի շանսը 3 միավորով հեռանալու համար խաղադաշտից, բայց Վերդերի դարպասապա լավ գործեց Մելքոնյան հարված ու Վարդանյանի վրա ընդունում գնդակը անկյունային հարված կիրաստի հիմա Վերդերը Մելքոնյանը շտապում է, բոլորը շտապում է, խաղարկված է գնդակը Ամիլյանի մոտ է հայտնվում գնդակը Հակոբ Ամիլյանը հարված ու չի հայտնվում գնդակը ցանցում ինչ է կատարվում խաղադաշտում եւս մեկ Հաղթազարյան պետք է հարվածել այդպես էլ արեց Հաղթազարյանը բայց այստեղ դարպասապա Հայրոյանին բրավո ծափարություններ գնդակը ֆիքսելու համար հանդիպում այս լարված ու գերդրամատիկ հանդիպումն ավարտված է թիմերը բաժանվեցին մեկական միավորներով մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք